Հիսուսը ասեց ամեն իշխանություն ինձ ա տրված երկնքում եւ երկրի վրա։ Եվ այդ իշխանությունը ինքը տվեց եկեղեցուն։ Եվ իր անունով ունենք իշխանություն։ Հիսուսը ասեց իմ անունով դևեր կհանեք։ Իմ անունով կտրորեք օձերի կարիճների գլուխը եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Օձերն ու կարիճը դրանք նույնպես ներկայացնում ոնց որ սատանայի սիմվոլն է։ Սատանայի իր դևերի սիմվոլն է։ Եվ մենք պատերազմի մեջ ենք ու շատ անգամ քրիստոնյաները պարտվում են ոչ թե նրա համար որ սատանան այնքան ուժեղ է իրանք չեն կարողանում հաղթեն, այլ նրա պատճառով որ խափնվում են կամ իրանց կողմից քայլեր չեն անում կամ ասենք եթե անգամ ընկնում է մեղքի մեջ սայթակում է ու չի ճանաչում Աստծո խոսքը չի հասկանում ոնց պետք է ապաշխարի Տիրոջը դարձի գա սատանան դատապարտություն է բերում իրան տարբեր պատճառներ կան շատ կարևոր է որպեսզի մենք քննենք ուսումնասիրենք ինչու է ընկնում Աստծո մարդիկ կամ ինչու են ընկել Աստծո մարդիկ լինում են մարդիկ որ եկեղեցի են գալիս ասենք մի քանի ամիս հետո հեռանում են ինչ պատճառով լինում է մարդիկ որ գալիս են եկեղեցի մի քանի տարի հետո են հեռանում Աստծուց լինում է որ մարդիկ մի 10 տարուց ավել եկեղեցում են ծառայում են հոգևորապես ընկնում են հեռանում են լինում է 30-35 տարի կամ ավելի շատ ավելի երկար տարիներ հավատքի մեջ են ու ամբողջ կյանքը իրանք քարոզել են ճշմարտությունը որ սա է ճշմարտությունը սա է Տերը փրկիչը Աստծո խոսքը հաստատ համոզված քարոզել բայց մի օր իրանք էլ ընկել գնացել են հեռացել են սա շատ կարևոր է որ մենք ճանաչենք մեր թշնամուն սատանային այսինքն եւ ճանաչենք իր ստրատեգիան իր գործելաոճը Շատ ժամանակ մենք չենք իմանում, որ ինքն է այդտեղ։ Շատ ժամանակ մենք չենք իմանում, որ դա սատանայի մտքերն են լինում մեր մեջ։ Սատանան որ միտք է բերում մեզ, անենց է բերում, կարծես դա մեր մտքերը լինեն։ Կարող է մեկ էս քո մեջ միտք բարձրանա, ես էս մարդուն չեմ սիրում, ես էս մարդուն ատում եմ։ Բայց այդ ինքն է շատ անգամ քո մեջ խոսում քո անունից։ Ես էս մարդուն չեմ սիրում, որ դու մտածես էդի դու ես։ Հասկանում եք ինքը խափեփայ է ինքը սուտասն է մենք պետքա ճանաչենք մեր թշնամուն թե ինքը ինչպես է գործում կամ երբ որ մեզ որովհետեւ մեկը ուղղություն է ցույց տալիս ասենք սխալվել ես դա նորմալ է երբ որ եկեղեցու հովիվը կամ առաջնորդները քեզ ուղղություն ցույց տան դա շատ նորմալ է դա շատ նորմալ չի եթե այդ եկեղեցում ոչ մեկ քեզ չեն ուղղություն տալի Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 12-ից 14 համարները շատ կարևոր խոսք է ասում։ Ասում է ճանաչեք ձեր մեջի խրատողներին եւ ձեր վրա դրված առաջնորդներին, ճանաչեք նրանց։ Եկեղեցիներ կան, որ չեն ճանաչում, որտեղ ոչ խրատող կա, ոչ էլ ճանաչող կա իրանց խրատողներին։ Բայց կան տեղեր, երբ որ այդ խրատը տեղի է ունենում, հովիվը կամ այլ առաջնորդներ խրատում են, ուղղություն են տալի Մարկանց թվում է թե սատանան իրանց միտք է բերում, ստեղել եմ ուզում ցույց տամ սատանայի գործելաոճը։ Մարդը մտածում է, որ իրան մեղադրում են, դատապարտում են, հիմա իր վրա խաչ են քաշելու։ Աշխարհում տենց է, չէ՞, եթե մեկը մի հատ անուն, վատ անունը հանում, արդեն տարածվում է այդ անունը, վերջ այդ մարդու անունը, որ ասես մի հատ ասացված կա։ Ասացվածք են, անգամ հորինես კი չեմ էլ ասի, թող մնա իրանց ասացվածքը։ Վատ անուն են հանում, այդ մարդը անգամ փոխվել է, ամեն ինչ անցել է այդ անունը այդ մարդու վրա կպած։ Փառք Տիրոջը Տերը ինձ ազատել է ինձ։ Այդ բանից ազատել է ինձ դրել է հովիվ, ես պատրաստ եմ դրան։ Մարդիկ են եղել իմ կյանքի ընթացքում եկել են ամենաահավոր մեղքերով են կիսվել, որ իրանք անցել են այդ իրանց մեղքի կյանքը, ու բացի ինձնից ու Աստծուց ոչ մեկ չի ասես, კი կնոջս չեմ ասես շատ դեպքերում։ Ու Աստված այդ մարդկանց բերել է մոտ ու ասել է չգիտեմ ինչի բայց ես ուզում քեզ պատմեմ մի տեսակ վստահում եմ տարիներ առաջ երկար տարիներ առաջ ես Տիրոջից խոսք ստացա Տերը ասեց ես քեզ բաներ եմ վստահելու որ ուրիշին չեմ վստահելու ես դա ոչ թե ասում եմ որպեսզի պարծենամ ասեմ ավելի լավն եմ մեկ ուրիշն է ավելի լավ կողմ ունի քան թե ես հասկանում եք չէ Բայց Տերը դա ասեց ու մարդիկ են լինում գասինից բաներ են կիսում խոստովանում պատմում որ ուրիշներին չեն վստահել Ինչի համար է Աստված դա այդպես ան որովհետև Տերը գիտի ես մարդկանց չեմ դնում պատմում այդ մասին դա մնում է իմ ու այդ մարդու Աստծո միջև
ու շատ անգամ այդ մարդիկ ազատագրում են ստանում այդ պատմելուց, երբ որ աղոթում են կամ կիսվելուց խոստովանում են ներում հաստանում ու կարգավորվում է իր կյանքը։ Ու նաև մարդիկ իմանում են, երբ որ իրանք ինձ պատմում են, ես իրանք չեմ դատապարտում, չեմ մեղադրում։ Խաչ չեմ քաշում վրան, հաջորդ օրը այտենց աչքերով չեմ նայում։ Ցավոք սրտի այսօր քրիստոնեական աշխարհը անգամ այդ ուղղությունով նորոգվելու կարիք ունի, որ շատերի միտքը նորոգվի, փոխվի։ Մարդիկ մի բան են իմանում մեկի մասին եկեղեցում, անգամ երբ որ այդ մարդը սկսում է փոխվել, իր կյանքը ամբողջովին փոխում է, շարունակում են նույն աչքերով նայել։ Դա շատ վատ է։ Դա նշանակում է, որ մարդիկ Հիսուսի հետ չեն շփվում, չեն կարդում խոսքը, ներել չգիտեն, մոռանալ չգիտեն, չարանա անդադ իրանց միտք տալիս։ Եվ դրա համար մարդիկ կան այդ տեսակ վատ էքսպերիենս են ունեցել, վատ փորձառություն են ունեցել, լինում է, որ մարդուն ուղղում ես, խրատ ես տալի, իրան թվում է, թե հեսա դրանից հետո իրան վատ աշկով ես նայելու, իրան թվում է, թե ինքը ընկավ քո աչքին, իրան թվում է, թե մեղադրում ենք իրան, դատապարտում ենք, ու մարդը սկսում է պաշտպանել իրան, ինքն արդարանում է, ինքն իրան փորձում է արդարացնի, ինչքան էլ ուզում է սխալ լինի, իրան թվում է, ես ասում եմ, քույր ջան, ասում ես, քեզ չեմ մեղադրում, ինչի ես արդարանում, որտեղ այտենց վատ էքսպերիենս ունեցել, որ իրան մի բան ասում են, մեղադրում են, հետո մյուս օրը այդ աշկով են, փառք Աստծո, Աստված ինձ այդ շնորհքը տվել է, կապ չունի մարդը ինչպիսին է, ես վաղը մոռանում եմ դրա մասին, շատ վաղ իսկականից եմ մոռանում, կարող է պահը մի ասենք հիշողությանս մեջ բարձրանա, բայց դա իմ վրա չի ազդում, իմ փոխհարաբերության վրա, ես վատ աչքերով չեմ նայում մարդուն։ Փիլիպեցի 4 գլխի 8-րդ համարն էլ ասում է, ինչ որ բարի է, ինչ որ գեղեցիկ է, ինչ լավ անուն կա, այդ մասին մտածեք։ Մտածեմ քո մասին ինչ լավ անուն ունես, ինչ լավ կողմ կա, ինչ լավ բան կա։ Սա է քրիստոնյայի մտածելակերպը, որովհետև եթե մենք մեր մտածելակերպը չնորոգենք Աստծո խոսքով, Սատանան անընդհատ մեզ նեգատիվ մտքեր, դատապարտող, մարդկանց դատապարտող, չար աչքով նայող մտքեր մեզ կբերի։ Շատ կարևոր է հասկանանք սատանայի այդ ստրատեգիան, դա հավատացեք, երբ որ մենք գալիս ենք եկեղեցի մի ինչ-որ ժամանակ հետո այդ բեթար վատ մեղքերից հելդում ազատագրվում ենք, արդեն պարզ է, գողություն, չէ, հարբեցողություն, շնություն, կռիվ, բամբասանք, չգիտեմ ինչ, արդեն գիտենք, այդ վատ մեղքերը չկա, բայց այդտեղ արդեն սատանան ավելի նուրբ բաների վրա է աշխատում, նուրբ, ու այն մարդիկ, ովքեր որ շատ անգամ ընկել են, հավատքից հեռացել են, ինչի են ընկել, հենց այդ բաների պատճառով, Սողոմոնը գրում է, ասում է, բռնեք այդ փոքրիկ աղվեսներին, որ վնասում են այգին, երկոցի մեջ է գրած, ասում է, բռնեք փոքրիկ աղվեսներին, որ վնասում են այգին, փոքրիկ են, մտածում են, հա, փոքրիկ աղվեսը ինչ պետք է անի, որ, բայց հենց այդ փոքրիկ աղվեսներն են, որ այգին վնասում էին, եւ այդ փոքրիկ աղվեսները վնասում են մեր այգին, որտեղ մենք նաեւ Տիրոջ արգին ենք, մենք Տիրոջ պատղաբեր ծառն ենք ըստ Աստվածաշնչի, միտեղ գառների հետ է համատում, միտեղ ծառի հետ պատղաբեր, հա, եւ շատ անգամ այդ փոքրիկ ստից թվացող մտքերն են, որ մեզ գցում են հոգեվորապես, եւ որ մենք դատում ենք մարդկանց։ Ահավոր մեղք է, դատելը շատ ահավոր մեղք է։ Ինչ չափով Տերը ասում է դու չափես մյուսին, նույնով դու ես չափվելու։ Եթե դու ասում ես, նա այսի չկարացավ անի, սենց արեց, այս մեկը սխալ արեց, նա մեղավոր է, նա վատն է, հեսա Տերն էլ դատաստանի օր ասում է, արի մի հատ ես չափեմ իմ նույն քո չափիչով, տենամ դու այդ ստանդարտներով ճիշտ եթում ես թե չէ։ Բայց եթե մարդը դատում է մյուսին, ինքն էլ է անկնում, ինքը չի կարա ճիշտ ձևով գնա։ Շատերը որ ընկնում են հոգեորապես, որովհետև սկսում են դատել մարդկանց։ Հռոմեացի 14 գլխի մեջ ասում է. Դու ով ես որ դատում ես ուրիշի ծառային։ Ինչի ասում ուրիշի ծառային, որովհետև Աստծո ծառան է, դա քոնը չի։ Դու ով ես որ դատում ես ուրիշի ծառային, իր Տիրոջ առաջ է կանգնած կամ ընկած, ասում է, եթե անգամ ընկած է։ Մենք իրավունք չունենք դատելու, մենք կարանք օգնենք, ուղղություն ցույց տանք, խրատենք, նայ, խրատը դատելը դրանք տարբեր բաներ են։ Շատ անգամ մարդուն որ ուղղություն ենք ցույց տալի,
Խրատում ենք կողքից մեկը կարող ասի մի դատի, բայց դա դատելու հետ կապ չունի։ Դատելը դա սրտի դիրք է։ Մարդը կարող է սենց տեսել եմ մարդիկ, որ սենց շատ հանգիստ սիրով են խոսում, սենց հանգիստ մի հատ ինձ ուզում են բան հասկացնեն, բայց իրանց սրտի մեջ դատում են շատ խիստ։ Տեսել եք այն բաներ կանեն մի քանի անգամ այտենց կարճ վիդեոներ կա, որ գցում են Facebook-ի բանի մեջ, YouTube-ի մեջ կարճ վիդեոներ է։ Ուրեմն սենց ցանկապատատան շները այս կողմից մեկը այս կողմից մեկը այն կողմից ուժեղ էս գազազած հաչում են իրար վրա շատ ուժեղ են որ սենց այս ցանկապատը խանգարում է թե չի կճղեի սենց մեկը ցանկապատը բացում է այս բանը տերը շները թողում եթում են ու շատ այդպես դեպքեր կա հետաքրքիր էլի որ պատ կա ու ինչ ուզես իրանք անում են իրանց ամբողջ այդ բանը զայրույթը արձակում են բայց այդ ցանկապատը արձակում են արդեն առերեսվում են թափկանում են թողում եթում են հələ փնտրեք կգտնեք այդ տեսակ վիդեոներ շատ ծիծաղալու է նույնպես էլ մարդիկ են այդպես հետևից շատ սուր խոսում են հետևից շատ սուր քննադատում են բայց ինչքան մոտիկանում են այնքան մեղմ են նույն բանը ասում շատ մեղմ են ասում, սենց ժպիտով։ Բայց էդի դիմակա, էդի մասկայա, թեև այտենց շատ նուրբ ժպիտով են ասում, բայց իրականում իրանք այդ պահին քո հետ խոսում են այնպես, ինչպես երեք իրանց տանը իրիկունը ինչ-որ մեկ հետ խոսալուց ջղայնացած խոսում էին։ Պարզապես երես առ երես այդ բանը չկա։ Պողոս առաքյալն էլ անգամ գրում։ Ասում է նամակները խիստ են, Երբ որ նամակ են գրում, բայց երեսանց ավելի փափուկ ենք։ Դաժե Պողոսն է գրում էդի։ Չէ՞։ Ասում ես սա գնամ ես ատենամ ինչ եմ անելու դրան։ Գալիս եք երես ես փափկում եք արդեն կոնֆլիկտ չկա։ Մի անգամ շատ շուտ էր տարիներ առաջ դից մեր մասիվի բանով այդ զորով որ պետք է թայ Այնտեղ շներ կային, մարդիկ կային, որ շները հարցակում էին, չէին նայում, մի հատ շուն կորսես գալիս էր գազազած հարցակվում էր բան, ասես փոքր քարը վերցրեցի, շպրտեցի այնքան որ բան անեմ, վախցնեմ, էլի, մի երկու հատ գցեց, մեկը այնտեղից հետևից այնտեղ եսի մովեր գոռաց, ինչ է քարերով խփում, բան սենց ջղայնացած կատաղած, ասեցի լավ եմ անում, քո շանը պահի, բա հարցակումա վրես, բան, հեսա կգամ, բան ասի արի Դուրը բացեց եկավ, կանգնավ, այնքան փափուկ ենք խոսում իրար հետ, այնքան փափուկ, համերա ջանով ենք խոսում, բայց հերվից իրար ենք սպանում արդեն համեր, հասկանում եք, Էսի մի բան է, որ երկար տարիներ է տևել, որ ես հասկացել եմ, էլի եմ ասում, մարդիկ ասեն կարող են նուրբ ինչ-որ բան ասեն, բայց իրանց սրտի մեջ խորը դատեն, հարցը ասելու տոնի մեջ չի Բայց մարդը կարող է խիստ հանդիմանի քեզ ուղի, բայց այդպես սեր լինի իր մոտիվների մեջ, այդ եմ ուզում ասեմ, աչքի երևույթով պետք է չառաջնորդվենք։ Հիսուսը դա Աստծո սիրո մարմնավորումն էր երկրի վրա։ Սերը մարմին դառավ երկրի վրա։ Եվ անգամ իր հանդիմանությունը այդ խրատները այնքան սիրով էին լցված։ Եվ ինքը ասում էր, ես չեմ եկել որ դատեմ աշխարհը, ես եկել եմ որ աշխարհը փրկեմ։ Բայց այսօր մեկին մի հատ սիրով ուղում ես հանգիստ, ասում մի դատիր, բան են սովորը, մի դատիր, այդ դատաստանը կլինի դատաստանի օրը, երբ որ Աստծո ձեռը ընկնես։ Խոսքը ասում է սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռը ընկնելը։ Այն ով որ ասում է մի դատի, չեմ պատկերացնում, ավելի լավ է ես հիմա այդ պայն իրան խրատեմ, ուղղեմ, բայց դատաստանի օրը չդատվի։ Դատաստանը այդ վաղտալ, դատը երբ է ալդում, երբ որ մարդուն տանում են բանտ, չէ, բանտ են դնում, ջել են տանում օրինակի համար։ Դատը երբ որ արդեն դու պատիժ ես կրում, երբ որ պատասխանատվության ես, խոսալը դա միշտ չի որ դատելը, կարա դա այո սրտի դիրք լինի, սխալ դու սենց մեղադրական, եթե դա մեղադրական ես ասում, դա դատելը։ Սրանից կիմանանք, որ մենք դատում ենք, երբ որ մենք մեղադրելով ենք ասում ու չարացած ենք անում դա։ Բայց կարող է դու ասես այն մոտիվով, որ դու ուզում ես օգնես մարդուն, դա չես դատում։
Այսօր շատերի բերանն անգ այդ խոսքը մի դատի ու վերջ։ Սա ինչի համար է կարևորը, որովհետև այս վերջի օրերի քրիստոնյաները շատ քիչ են սովոր խրատին։ Որպես հովիվ ես շատ եմ ունենում այտենց հնարավորություն մարդկանց խոսալու, խրատելու, ուղղելու, correct անելու մարդկանց։ Առանց correction-ի դու չես կարա ճիշտ քրիստոնյա լինես։ Չես կարա։ Համաձայն եմ, բոլորս Աստծո գառներն ենք, բայց գառները ժամանակ առ ժամանակ պետք է խուզվի իրանց վրի բուրդը։ Հա, համաձայն ենք։ Պետք է խուզվի իրանց վրի բուրդը, պետք է իրանց այդ բուրդը կտրտվի, ծանր անումա չեն կարա քայլեն։ Այն օրը մի հաղորդում էին այում, որ մի կղզի էր եղել, որտեղ գառներ էին բաց թողել շատ ժամանակին։ Հետո մարդիկ գնացել էին, այդտեղ գառները շատացել էին, հետո մի ժանկ հետո եկել էին, տեսել են ամեն մեկի վրա այսքան բուրդ է։ Այդ մազերը իրանց բուրդը չեն կարող շարժվեն, որոշները արդեն սատկելու վրա են, մեռնելու վրա են, որտեղ դժվար են շարժվում։ Հետաքրքիր է, որ վայրի կենդանիների մեջ էդի չենք տենում, բայց գառների մոտ տենում ենք։ Աստված անենց գառները ստեղծել, որ մարդու խնամք է պետք։ Նույնպես է եկեղեցում, եթե դու Աստծո գառն ես անգամ ու թույլ չտաս, որ քո այդ բուրդը աճած խուզեն, բարակացնեն ու դրանից ներվայնանում ես, որ ինչ-որ փոփոխություն ա վրդ գալի։ Քո կյանքը ծանր կլինի, դու չես կարող Հիսուսին հետևես, դու ասում ես չեմ կարող հետևեմ, չեմ կարող մի տեսակ աղոթեմ, մի տեսակ sense ծանրացել է, վրիդ բուրդն է ծանրացել։ Թող որ հովիվը կամ ավակները ինչ որ ասում են, թող խուզեն հավեսով, ասեն ես ավելորդ է, քսիենի քեզի պետք չի։ Ծանր բուրդով դու չես կարող գնաս առաջ։ Ոնց որ ֆիզիկական այդ գառներին ենք, ոչխարներին ենք տենում։ Սա ինչ որ մենք տեսնում ենք, դա հենց անենց չի դրել Աստված բնության մեջ։ Անկամ Սողոմոնը ասում է, որ բնությունից եւ կենդանիներից իմաստություն է սովորում։ Թույլ տոր կդրեն, մաքրեն, լավ հովիվը պետք է իրաց գառներին միշտ ժամանակ առ ժամանակ խուզի, իսկ վատ հովիվը կաշին է քերթում, ոչ միայն խուզում է, կաշին էլ հետն է քերթում, հասկացաք տարբերությունը։ Լավ հովիվը ժամանակ առ ժամանակ պետք է իր գառներին խուզի, իսկ վատ հովիվը ոչ միայն խուզում է, կաշին էլ հետն է քերթում հանում։ Պետք չի ոչ մի ծայրահեղություն, ոչ թողել բուրդեր ասեն լավ էս մենք ով ենք որ էս մարդկանց ասենք թող ոնց գալիս են թող գան եկեղեցի գնան դու բան մի ասա մենակ քարոզի գնա չէ շատ անգամ շատերի մոտ քարոզը այդքան չի խրատում ինչքան անձնական մոտեցումը շատ անգամ երբ որ ես անձնական եմ մոտենում անձնական եմ շփվում մարդու հետ ուղղություն ցույց տալի Աստված շատ ժամանակ այդ վաղտ ավելի լավ խրատում որտեղ դա կոնկրետ այդ մարդուն է վերաբերվում կոնկրետ այդ մարդու իրավիճակին է վերաբերվում դու կարող նայես TV քարոզիչներ, չէ՞, TV եվանջելիստներ, քարոզիչներ, ուսուցիչներ, իրանք չեն կարա խուզեն քո վրից։ Դու կարող տարիներով քարոզներ նայես TV-ով, բայց հասկանաս մի բան չի փոխվում քո կյանքում։ Չի փոխվի։ Գլուխդ ուռի լիքը բան իմանաս։ Բայց ինքը քո հովիվը չի, ինքը կարող ամենաուժեղ քարոզիչն է, ինձնից լավ քարոզիչ է, 1000 անգամ լավ քարոզիչ է, բայց հովիվը չի։ Չի խոսում այն ինչ որ այնս քեզ ա վերաբերվում, չի աղոթում քո համար, երբ որ նեղության մեջ ես չի զանգում քեզ։ Երբ որ սրտներից դիրքը փոխենք, թույլ տանք, որ Աստված խուզի մեր վրի այդ ավելորդ բուրդը, կկարգավորվի։ Սովորեք կիսվել, սովորեք խոսել։ Ձեր խնդիրները այս շաբաթվա մեջ մի քանի մեր եկեղեցու անդամների հետ այս մասին էլի խոսացել եմ։ Շատ հաճախ է լինում այդպես տեսակ բան։ Որտեղ մարդիկ ասում են ինչի՞ է ծաներ, ատակիքի մեջ եմ, չեմ կամ դուրս գամ։ Ինքնուրույն է ուզում անի։ Պետք չի ինքնուրույն պետք չի։ Մենք միաբան ենք։ Շատ խնդիրներ իմ մոտ, ասենք, գիտես ինչ, դաժե աղջիկս է, այս ցելը, չէ՞, ասենք, կամ Աննան։ Դաժե այս իմ հովության ժամանակ դժվար լինում է ծանր ժամանակներ եմ ասնում։ Քանի բար կիսվեց այն երեխու հետ, ուժեղ պայքարների մեջով է անցնում, կռիվների, հոգևոր կռիվ, ճնշում, pressure, դիմանիկ, որտեղ սա հոգևոր պայքար է։ Հիսուսը թեև հաղթել է, բայց մտքեր է գալի, մի բան այնտեղ չի ստացվում կամ ինչ-որ բան։
Խոսացի հաջորդերը հելլեմ թեթև, հանգիստ, ուրախ, հետո Անային զանգեցի, ասեցի, ես իմ համար աղոթել էր, ասեց, հա, ասեցի, ես զգացի քո աղոթքը, ուրիշ անգամ Էսթերի հետ, անցած շաբաթ էլ իր հետ եղավ, խոսացի, դրանից հետո մի անգամ, դաժե հեռախոսը դրել եմ, մի անգամից ճեղքումը մոտս եկել է, հələ իրան չեմ ասել, իսկի չի է աղոթել, բան, հասկանում եք, ինչքան կարևոր է, որ մենք իրար հետ կիսվենք, ես չեմ ասում հավաքվենք, ասենց բամբասենք իրար տանից, չէ, կան հոգևոր մարդիկ, դաժե որ դու կիսվում ես, մի հատ բառ, մի հատ խոսք, մի հատ թեթև աղոթք, քանդում է քո վրի կապանքները։ Շատ կարևոր է մենք հասկանանք էդի, հպարտությունը խանգարում է, հպարտությունը մեծ մեղք է։ Մարդիկ ասում են գիտեմ։ Ու ընկնում են հոգևոր։ Աստծո խոսքը ասում է, ով որ ասում է, թե գիտի, նա չգիտի դեռ, այնց ոնց որ պետք է իմանա։ Մարդիկ կան, կռվում են, վիճաբանում են, ասում են, սենց է գրած, սենց է, բայց իրանք էլ չեն հասկանում, ինչ են անում։ Շատ կարևոր է սովորող սիրտ ունենանք։ Խոնարհները իրանք կբարձրանան, չեն ընկնի։ Գիտես, որպեսի քո ավտոն սարքվի, երբ որ ակսիդանտ է ունենում, չէ, երբ որ մարդկանց ավտոն ակսիդանտ է ունենում, եթե ուզում ենք սարքվի, ինչ ենք անում մենք։ Եթե ասենք ակսիդանտ է լինում, որպեսի սարքվի, ինչ պետք է անենք, որ մեզի սարքեն մեր ավտոն, եթե ասենք ակսիդանտ ունեցանք։ Բադիշապը չի սարքի, եթե չունենաս ինչ։ Ինշուրանս, ապահովագրություն։ Ուրեմն մեր ինշուրանսը, ես հիմա ասում, ով որ ուզում է այսօր կարա իրան ինշուրանս անի, ու էդի ձրի է, հոգևոր ինշուրանս, spiritual insurance, էդի obedience-ն է, հնազանդությունը, խոնարհությունը, կապ չունի ինչ սխալ ես արել, երբ որ քեզ գասեն ուղում ես ոսում, ես գիտեմ լավ, էդի հասկացել եմ, չէ, ես այտենց չեմ կամ սենց չեմ, գնացիր ավելի ներքև։ Խոնարհություն, ինշուրանս, դաժե ոնց էլ ընկնես, բայց եթե ունես խոնարհություն, բաց ես ինշուրանսի կոմպանիի համար, երկնային ինշուրանսի կոմպանիի համար բաց ես, որ գա քեզ restore անի, վերականգնի։ Այդտենց, եթե դու խոնարհություն ունես, կապ չունի ոնց է սխալվել, եթե խոսում են խոնարհություն, obedience ես ցույց տալի, ոչ թե ասում ես արդարանում ես, քեզի չգիտեմ, բաներ ես անում, գիտեմ, բան, ասենց վատ ես զգում։ Չէ, երբ որ խոնարհում ես, ասում ես, օքեյ, ոնց է պետք անեմ, ինչ է պետք անեմ, ոնց։ Բացվում ես երկնային ինշուրանս կոմպանիայում ու ինքը բժշկում է, կարգավորում է, այսի շատ կարևոր է։ Այսօր այնց ժամանակներում ենք ապրում, որ մարդիկ հպարտ են, pride ունեն, շատ ուժեղ է pride-ը, դաժե քրիստոնյաները գիտեմ։ Մարդիկ մտածում են շատ ուժեղ են ու ընկնում են, շատ ավելի ընկել են նրանք, ովքեր մտածում են հոգևոր շատ ուժեղ են, ասեմ ձեզի, ավելի շատ ընկել են հոգևորապես նրանք, ովքեր մտածել են, որ իրանք շատ հոգևոր ուժեղ են, քան թե նրանք, որ մտածել են, չէ, այդքան ուժեղ չեն հոգևոր։ Որտեղ նրանք, ովքեր մտածում են այդքան ուժեղ չեն, ավելի զգուշ են։ Վարորդները, չէ, մեքենայի վարորդները, դրայվերները, ստատիստիկան ցույց է տվել, որ ավելի շատ ակսիդանտ ունենում են պրոֆեսիոնալ քշող, այն լավ քշողները, որտեղ շատ ինքնավստահ են գնում, իսկ այն նորերը շատ ավելի զգուշ են, ճիշտ է, կամանց մանց քշում, բայց ավելի զգուշ են ու շատ ավելի են լավ քշողներ են ակսիդանտ ունենում ու վնասվում։ Առաջի Կորինթոս 10:12-ը մի համար կա, ասում է, ուրեմն ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգուշ լինի, որ վայր չընկնի։ Ինչ որ մեկը կա, ստեղ որ մտածում է, ինքը հաստատ կանգնած է հոգևորապես։ Դու կարաս վստահ լինես, որ Քրիստոսի վրա ես կանգնած, այդ ռոքի վրա, ժայռի վրա կանգնած, եւ ինքն է քեզ պահում, բայց ես չեմ ասում, որ մենք վստահություն չունենանք ընդհանրապես մտածելու հաստատենք։ Բայց եթե ֆոկուսը թեքում ենք մեր վրա, մտածում ենք սա մեզանով է, ես այնքան ուժեղ եմ, այդտեղ սկսենք ընկնել, ասում է, ուրեմն ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգուշ լինի, որ վայր չընկնի։ Ինչի այդ ժամանակ ընկնում մարդ, որտեղ հպարտանում է։
Խոնար սիրտ ունեցիր, բաց սիրտ ունեցիր, կապ չունի ինչքան գիտես, կապ չունի ինչքան ես սովորել, կապ չունի քանի տարի ես սովորել։ Ես ուզում եմ իմ սիրտը բերեմ այնպիսի մի հատ խոնար վիճակի, որ ամեն անգամ խոսքը կարդալուց ես դա կարդամ անենց ոնց որ առաջի անգամ եմ կարդում։ Այդ ճիշտ մոտեցումն է։ Երբ որ դու տունը ուտելիք ես, ճաշ ես սարքում, դու չես ասում ես 2 շաբաթ առաջ սարքի կերել եմ, ես մի ամիս առաջ կերել եմ։ Դու նույն բանը սարքում ես, որովհետև դու սիրում ես, դու դա ուտում ես։ Երբ որ դու Աստծո խոսքը իսկականից ուտում ես, ոչ թե ուղղակի կրոնական կարդում ես որպես գիտելիք։ Երբ որ դու դա ճաշակում ես, համը առնում ես, հաջորդ անգամ կարդալուց էլ դա համով ձևով ես կարդում, դա համով է։ Դու օրհնվում ես։ Ու չես ասում, լավ, այսօր հովիվը չի քարոզում, այսօր են մեկն է քարոզում օրինակի համար։ Խոսքն է, եթե խոսքն է քարոզվում, դու հարգի խոսքը, ընդունի խոսքը, խոնարեցրու քեզ խոսքի առաջ։ Ամեն, Աստծո խոսքի առաջ քեզ խոնարեցրու շատ։ Խոնարհվելն էլ քո ձեռքն է, որովհետև դա Աստված չի անում, որովհետև Աստված ուրիշ ձև է խոնարեցնում։ Սենց է գրված, ասում է, ով որ իրան խոնարեցնի, Աստված կբարձրացնի։ Իսկ ով որ իրան բարձրացնի, Աստված իրան կխոնարեցնի։ Եվ որ Աստված է խոնարեցնում, դա արդեն լավ չի, դու արդեն հետ ես ընկնում։ Շատ ավելի հետ ես ընկնում, բայց երբ որ դու քեզ խոնարեցնում ես Աստված, դա քո որոշումն է, դա քո decision-ով պետք է լինի։ Գիտեք, մանավանդ այսօրվա ժամանակներում կամ Ամերիկայի մշակույթի մեջ դպրոցներից դեռ արդեն սովորեցնում են, այստեղ դպրոցներից սովորեցնում են, որ քեզ ոչ մեկ չի կարա ասի մի բան։ Դու ես վсё, դու քո տերն ես, քեզ ոչ մեկ չի կարա ուղղություն հատուկ տա, ու այդ հպարտությունը, այդ pride-ը դնում են արդեն։ Պրեզիդենտ հասկացողություն, լիդեր հասկացողություն, պաստոր հասկացողություն կամ գասաբիպա անգամ ծնողներին, որ չեն ընդում, դա Աստծո խոսքից հեռացում է, դա Աստծո խոսքից շեղում է։ Հետո էլ մարդիկ գտնում են եկեղեցիներ, մի ինչ-որ ժամանակ, երբ որ իրենց այդ baby ժամանակը անցնում է, նորացին մի տարի, 2 տարի հետո որ արդեն պետք է աճեն, իրանց ուղղություն տան, ուղղեն կամ բան, սովոր չեն իրանք, դպրոցներից սովորել են, որ իրանց մեկը բան չի կարա ասի։ Թողում են եկեղեցին են փոխվում, փոխանակ իրանք փոխվեն։ Իրանք չեն փոխվում, եկեղեցին են փոխում։ Ու լիքը մարդիկ ասեն, եկեղեցիները հերթով փոխում են։ Այտենց պտուղ չես կարա բես, fruitful չես կարա լինես։ Եթե ուզում ես ծառը պտուղ տա, պետք է տնկես միտեղ ու երկար ժամանակ ջրես, երկար ժամանակ ինքը աճի ու պտուղ տա։ Եթե ծառը հանեցիր, այնտեղ դրեցիր, ամեն անգամ այդ արմատները, ռութերը կփոկվի, քիչ-քիչ ինքը թույլ կլինի, չի կարա աճի։ Ու այդպես լիքը քրիստոնյաներ կան, սովոր չեն խրատին, սովոր չեն ընդունելու ուղղությունը։ Աստված սիրում է, երբ որ դու խրատ ընդունում ես։ Դավիթ թագավորը ասում է, թող արդարը ինձ խրատի, դա իմ գլխի համար յուղ է։ Արդարը, թող արդարը խրատի ինձ, դա յուղ է գլխի, դա այսքան յուղը օծությունը, anointing-ը։ Ինչքան քեզ խոնարեցնես, այնքան Աստված կբարձրացնի։ Մարմրից ցավալի է, դուրը չի գալի, բայց հոգուտ հաճելի է, բայց ով որ դրանով վարժվում է, Աստված իրան բարձրացնում է։ Այսօր կայացրու որոշումը, թող սա քո աղոթքը լինի, որտեվ հիշում եք անցած անգամ մենք ինչ թեմա ունեցանք, խոսացինք 3 տարբեր տեսակի զոհերի մասին, որոնք որ Աստծուն հաճելի են։ Առաջի զոհը որն է? Կոտրած խոնար հոգին։ Դավիթ ասում է, քո ուզած զոհը, այսինքն sacrifice-ը, կոտրած խոնար հոգին է։ Դու դա ես ուզում, թե չէ ուրիշ բան կտայի։ Առաջինը է դա։ Բայց դրա վրա չի կանգնում։ Եթե մենք կանգնենք մենակ դրա վրա, ասենք սիրտս խոնարհ կոտրավ ու չէ։ Երկրորդը sacrifice-ը, զոհը, որ բերում ենք Աստծո առաջ, դա մեր շուրթերի պտուղն է, մեր փառաբանությունն է, որ այն worship-ը, որ մենք ստեղ անում ենք, կամ ամեն օր, որ դու քո տոնը աղոթք ես անում, շնորհակալություն ես այդում, դա երկրորդ կարևոր զոհն է։ Բայց դրա վրա էլ չի կանգնում, որտեղ եթե մարդը մենակ սրտով խոնարհ լինի եւ մենակ փառաբանի ուրիշ ոչ մի բան, էդ էլ է կիսատ։ Եվ երրորդ
Զոհը sacrifice-ը, որ մենք անում ենք, դա մեր զոհաբերությունն է, դա մեր offer-ներն է, tithe-երն է, զոհաբերությունն է, Աստծո գործի համար, այդտեղ է երևում, որ մի բան պետք է պոկվի քեզան, որտեղ դու դրա վրա ժամանակ ես դրել, դու չարչարվել ես, քրտինք ես տապել, օրուգիշեր աշխատել ես ու այդ փողը տանեմ Աստծուն, տամ, այդտեղ է երևում սիրտդ որտեղ է։ Եվ երրորդը դա երրորդ տեսակն է, ուրեմն առաջի զոհը դա կոտրած խոնար հոգին է, որտեղ մարդը կարա երգի, բայց սրտով չանի, առաջինը սիրտն է, երկրորդը շուրթերի դա փառաբանության զոհն է, որ մեր բերանից ելնում է, գովաբանությունը մենք նայեցինք Եբրայեցի 13 գլխի մեջ, 13-ի կարծեմ 15-ն էր։ Եվ երրորդը դա մեր զոհաբերությունները, զոհաբերությունը շատ ավելի լայն է, դա կարա լինի ֆինանսը, դա կարա լինի քո ծառայությունը եկեղեցու մեջ։ Հասկացաք, Աստծուն հաճելի է զոհերը, Աստված մեր հետ խոսում է զոհի միջոցով։ Այս իրեքը հիշեք, սրտի կոտրած խոնար զոհը, այդ այն դեպքում է, որ քեզ բան են ասում, դու ընդունում ես, այդ սրտի զոհը այդ վաղտ է երևում, ուրիշ վաղտ չի երևա։ Դու ասես, այ խոնար եմ, ես քեզ սիրում եմ, շատ խոնար եմ, եղբայրդ գասա քեզ մի բան ասում, կամ քույրդ գասա քեզ մի բան ասում, չես ընդունում, հակառակում ես, հպարտանում ես, հետևից խոսում ես, նեղանում ես, դատում ես, էդի չեղավ։ Կոտրած խոնար հոգի ունեցի, ընդունի խորհուրդները, Աստծուն հաճելի է։ Երկրորդը գովաբանությունն է, որ դու գովաբանում ես, դա ընդունում է, եւ երրորդը քո զոհաբերությունը, 10-րդ զոհաբերություն եւ ծառայություն, ամեն։ Բարձունքում Իսրայելի քո գուտն ինձ հայտնվեց, քո գուտն ինձ հայտնվեց, քո գուտն ինձ հայտնվեց, Գողգոթայում խաչի վրա, քո մահն ինձ կյանք տվեց, քո մահն ինձ կյանք տվեց, քո մահն ինձ կյանք տվեց, բարձունքում Իսրայելի, քո գուտն ինձ հայտնվեց, քո գուտն ինձ հայտնվեց, քո գուտն ինձ հայտնվեց, Գողգոթայում խաչի վրա, քո մահն ինձ կյանք տվեց, քո մահն ինձ կյանք տվեց, քո մահն ինձ կյանք տվեց, ես չեմ պարծենա ոչ մի բանով, միայն խաչով Հիսուս Քրիստոսի, ես չեմ մոռանա արյունը նրա, որ ինձ համար թափվեց, շնորհակալ եմ ես չեմ պարծենա ոչ մի բանով, միայն խաչով Հիսուս Քրիստոսի, ես չեմ մոռանա արյունը նրա, որ ինձ համար թափվեց, շնորհակալ եմ ես, իր մահով հիմա ապրում եմ ես, Հիսուսի շնորհիվ ապրում եմ ես, հալելույա, հալելույա, փառք նրանով ազատեց, մահն իր ուժը կորցրեց, հալելույա, հալելույա, Հիսուս հարյավ հաղթանակով, ես ապրում եմ նրանով, հալելույա, հալելույա, փառք նրանով ազատեց, մահն իր ուժը կորցրեց, հալելույա, հալելույա, Հիսուս հարյավ հաղթանակով, ես ապրում եմ նրանով, ես չեմ
Ես չեմ մոռանա արյունը նրա, որ ինձ համար թափվեց, շնորհակալ եմ ես։ Ես չեմ բարձենա ոչ մի բանով, միայն խաչով Հիսուս Քրիստոսի։ Ես չեմ մոռանա արյունը նրա, որ ինձ համար թափվեց, շնորհակալ եմ ես։ Իր մահով հիմա ապրում եմ ես։ Հալելույա, հալելույա, փառք նրանով ազատեց, մահնիր ուժը կորցրեց։ Ալելույա, ալելույա, Հիսուս հարյավ հաղթանակով, ես ապրում եմ նրանով։ Հալելույա, ալելույա, փառք նրանով ազատեց, մահնիր ուժը կորցրեց։ Ալելույա, ալելույա, Հիսուս հարյավ հաղթանակով, ես ապրում եմ նրանով։ Ես չեմ բարձենա ոչ մի բանով, միայն խաչով Հիսուս Քրիստոսի։ Ես չեմ մոռանա արյունը նրա, որ ինձ համար թափվեց, շնորհակալ եմ ես։ Իր մահով հիմա ապրում եմ ես, Հիսուսի շնորհիվ ապրում եմ ես։ Հալելույա Տեր, շնորհակալ եմ քո մեծ զոհի համար, որ դու արել ես խաչի վրա մեզ փրկելու։ Շնորհակալ եմ, որ եկար ու կորածներին գտար, դարձրիր լույսի որդիներ։ Դու եկար ու մեղավորներին դարձրիր սուրբեր։ Շնորհակալ եմ քո մեծ սիրո եւ քո ողորմության համար։ Շնորհակալ եմ քո մեծ զոհի համար, որ դու արեցիր քո ժողովրդի համար։ Թող մենք ամեն օրը քեզ հետ ապրենք եւ Տեր Աստված խոնար լինենք, ինչպես քո խոսքն ասում, որ դու խոնարհներին ես բարձրացնում։ Թող մենք լինենք խոնար եւ մեր հավատքի կյանքը անցնենք խոնար սրտով, ընդունելով բոլոր ուղումները, որպեսզի քո սրտի համաձայն մարդիկ ու ծառայողներ լինենք, որովհետև միայն քո սրտի համաձայն մարդը խոնար մարդն է։ Շնորհակալություն, օրհնում ենք քեզ Տեր, ամեն։ Հալելույա, հալելույա, փառք նրանով ազատեց, մահնիր ուժը կորցրեց։ Հալելույա, ալելույա, Հիսուս հարյավ հաղթանակով, ես ապրում եմ նրանով։ Ալելույա, ալելույա, փառք նրանով ազատեց, մահնիր ուժը կորցրեց։ Ալելույա, ալելույա, Հիսուս հարյավ հաղթանակով, ես ապրում եմ նրանով։ Հալելույա Տեր, մենք ապրում ենք քեզանով Հիսուս, քո կյանքը թող գա մեր մեջ, լցրում ես քո սիրով, քո խոնարհությամբ, լցրում ես քո կյանքով, դարձրամ ես քո սրտի որդիներն ու զավակները, դարձրամ ես քո սրտի ծառայողները Հիսուսի անունով։ Ամեն։